Գերմանիայի օրինակ են բերում, օրինակ, ընդամենը այնտեղ ընտրություններ տեղի ունեցան փետրվար ամսին, իրանց ուրեմն Ռայխստագի եւ կանցլերը թեկնածուն առաջադրեց քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ֆրիդրիխ Մերցը ամենաշատ ձայներ հավաքել եւ պայքարում էր սոցիալ-դեմոկրատների դեմ։ Այնտեղ ոչ մեկի մտքով չանցավ, որ ասի գիտեք ինչ, եկեք չնայած դուք ամենաշատ եք հավաքել, բայց եկեք այլընտրանք հայ Գերմանիայի համար այդ կուսակցության ղեկավարին ասենք, որովհետեւ քո նկատմամբ ես ամբիցիա ունեմ ու չգիտեմ, քեզ քո ականջներն ինձ դուր չեն գալիս, էլի։ Նման ուրեմն ոչ մի արտահայտություն չեղավ։ Դա ընդունված քաղաքական, եթե դուք ես համարում ես քաղաքական գործիչ եւ լուրջ մարդ ես համարում եւ ոչ թե անլուրջ անձնավորություն, գոյություն ունի սկզբունք։ Ամենաշատ ձայն հավաքածին տալիս են ձայներ իշխանությունը ձևավորելու համար։ Դա չի նշանակում, որ դա կարող է լինել կոալիցիա։ Դա նշանակում է, որ դու կարող ես վստահության համար կողմ քվեարկես, հետո դառնաս ամենախիստած կողը, դու չտալու, որպեսզի նա շեղվի իր ծրագրերից, իր շեղման դեպքում դու կարող ես ուրեմն անվստահության գործընթաց իրականացնել, բայց ամբողջ աշխարհում ընդունված տեխնոլոգիա, ընդունված ռազմավարություն է։ Ամենաշատ ձայն հավաքածն է ձևավորում կառավարություն, եթե նա հաղթել է իշխող քաղաքական ուժին եւ հեծանիվներ հորինել պետք չի, որ տանք ամենափոքրին կամ տանք, չգիտեմ, կողքից մեկին բռնենք, բերենք տանք, չէ, կողքից մեկին չեն տալի, ամենափոքրին չեն տալիս։